Բարև ձեզ։ Շարունակում ենք քննարկել նման եռանկյունների թեման և կլուծենք այս դասին 3 խնդիրներ։ Խնդիրներից առաջինը այս խնդիրն է, ունենք ABC հավասարասրուն եռանկյուն, հիմքը BC-ն է և M կետը AC կողմի վրա վերցված է այնպես, որ BM-ը հավասար է BC-ին։ Պետք է գտնել MC հատվածի երկարությունը, եթե գիտենք, որ իրականում BC-ի երկարությունը հավասար է 1, իսկ AB-ի երկարությունը 2։ Ով է լուծել այս խնդիրը։ Գոռ, կպատմես լուծումը։ Հա, նախ դիտարկենք MBC եռանկյունը ու B գագաթից ստանանք բարձրություն։ Կարող ենք ասել, որ եռանկյուն ANC-ն նման է BKC-ի, ստեղ կան այդ բարձրությունը, որ տարել ենք, մեկ էլ A գագաթից ենք տանում բարձրություն դեպի BC։ Դա էլ n ենք նշանակում։ Լավ, սա էլ են։ Կարող ենք ասել, որ եռանկյուն ANC-ն նման է եռանկյուն BKC-ի, քանի որ C անկյունը նույնն է, իսկ երկուսն ունեն ուղիղ անկյուն։ NC-ն հավասար է BC։ Մի հատ նշեմ, C անկյունը սա, երկուսն էլ ուղղանկյուն եռանկյուններ են, BKC-ն և ANC-ն։ Այսինքն այս երկու եռանկյուններում երկու անկյուններ հավասար են, ուրեմն նման են։ Լավ, հետո ինչ էինք ասում։ Հետո NC-ն հավասար է BC երկրորդ, որովհետև հավասարասրուն եռանկյունը ու բարձրությունը համ կիսորդ է, համ միջնակից, այսինքն հավասար է 0.5։ BC երկրորդ, որն էլ 0.5-ն է։ Դե քանի որ եռանկյունները նման են, կարող ենք ասել, որ BC-ն հարաբերած AC-ի հավասար է KC-ն հարաբերած NC։ BC-ն AC-ին, այսինքն սա և սա, այս զույգերը, KC-ն NC-ին։ Դե մեկ է հարաբերությունը երկուսի հավասար է KC-ի հարաբերությունը 0.5-ի, այստեղից էլ KC-ն հավասար է 0.5 երկրորդ, որն էլ մեկ NC-ն գիտենք 0.5 էր, KC-ն ստացվում է 1/4, բայց քանի որ MC-ն KC երկու անգամ KC-ա, ուրեմն 1/4 բազմապատկվում ենք երկուսով, ստացվում է 1 երկրորդ։ Լավ, իսկ MC-ն ինչի է երկու անգամ KC։ Դե որովհետև էդ էլ հավասարասրուն եռանկյուն BM-ը հավասար է BC-ին։ Ճիշտ է, BM-ը հավասար է BC-ին, ուրեմն այս բարձրությունը նաև միջնակից է։ Ունենք MC-ն հավասար է 2 KC, որն էլ երկու անգամ 1/4 կամ 1 երկրորդ։ Ես համաձայն եմ լուծման հետ, մյուսները համաձայն են, չհամաձայն մարդ չկա։ Եկեք լսենք Գագիկն ինչ է ուզում ասի։ Իսկ այլ տարբերակ չկա։ Այո, կա։ Ես կուզենայի ասել այդ տարբերակը։ Ասա։ Քանի որ AB-ն հավասար է AC-ի, նշանակում է ABC եռանկյունը հավասարասրուն է, նշանակում է անկյուն ABC հավասար է անկյուն C-ին։ Լավ, ես հիմա տեղափոխեմ և խոսենք։ Անկյուն ABC, այս անկյունը հավասար է անկյուն ACB-ին։ Հիմա նայում ենք եռանկյուն BMC, որը նույնպես հավասարացնում է, որտեղ BM-ը հավասար է BC-ին, նշանակում է անկյուն BMC-ն հավասար է անկյուն C-ին։ Մեծ ու փոքր եռանկյունները նման։ Մեծ եռանկյունը ABC-ն և փոքր եռանկյունը գագաթը այս դեպքում B-ն է և հիմքի գագաթները M-նոցն են, այսինքն B, M, C։
Հիմա մենք կազմում ենք հարաբերությունը B առաջին նայում ենք նման անկյունների, անկյուն BMC-ն հավասար անկյուն ABC նշանակում է AC հարաբերած BC, Դե հարաբերած BC, AC-ն այս անկյան դիմացա, BC-ն այս անկյան դիմացա, կամ AC հետո հարաբերած հետո որքան որ անկյունության ընդհանուր էր, անկյուն C-ի դիմաց AB-ն է, AB հարաբերած BM-ի։ AB-ն անկյուն C-ի դիմաց և BM-ը անկյուն C-ի դիմաց։ Եվ վերջին հարաբերությունը BC հարաբերած MC։ Հիմա վերցնում ենք հարաբերություններից մեկը AC հարաբերած BC կամ AB հարաբերած BM, որոնք երկուսով երկուս են, համար երկուս հարաբերած մեկի երկուս է, իսկ BC-ն հավասար է 1, նշանակում է երկուսը հավասար է BC հարաբերած MC, 2 MC-ն հավասար է 1, MC-ն հավասար է 0.5։ BC-ն հավասար է 1, բաժանել ենք MC-ի, այսինքն երկուսը հավասար է 1 բաժանած MC-ի։ Ինչպես ուղղակի կասեց, լուծում ենք, ստանում ենք MC-ն 1/2։ Իրականում այս երկու լուծումները շատ նման էին իրար։ Երկուսում էլ օգտագործվում էր այն գաղափարը, որ այս մեծ եռանկյունը նմանա փոքր եռանկյանը։ Ուղղակի երկրորդ լուծման մեջ հենց ուղիղ այդպես էինք ասում, ABC եռանկյունը և BMC եռանկյունը իրար նման են։ Իսկ առաջին լուծման մեջ բարձրությունների օգնությամբ, բարձրությունները տարել ենք այդ եռանկյունների կեսերը, այս աջ կեսը, և BMK-ի մեջ էլ այս մի կեսը, էլի իրար հավասար են։ Նման է։ Նման են։ Դրա համար իրականում գաղափարը նույնն է, կամ նման է հենց։ Լավ, անցնենք մյուս խնդրին։ Այս խնդրում ունենք M կետ, այն գտնվում է ABC տեսեղանի AB սրունքի վրա, ընդ որում տրոհում է AB հատվածը 1/2-ի հարաբերությամբ։ Թող գրել x և 2x։ M կետից զուգահեռ ենք տարել, այդ զուգահեռը տրոհում է CD հատվածը, ինչ հարաբերությամբ։ 1/2-ի Այո, նույն ըստ հարաբերությամբ։ Թալեսի Ուրեմն 2y և y։ Պարտադիր չի հավասար լինել, որովհետև հավասարացրուն սեղան չի։ Մեզ պետք է գտնել M-n հատվածի երկարությունը, եթե գիտենք BC երկարությունը B է, AD-ինը A։ Ենթադրվում է, որ սա ինչ-որ կերպ այս A և B թվերով, տառերով կարտահայտենք։ Ինչպես անենք, ով կասի։ Ներեք, իսկ մենք այս M-ը պետքա ինչ-որ էլի տառեն արտահայտությունով ստանանք։ Հա, բնականաբար այն կախված է լինելու համայից, համբեից։ Եկեք դա հասկանանք։ Հասկանալու համար կարող ենք գնալ գծագիր։ Նայեք, օրինակ, այս գծագրում իրականում բոլոր կետերը կապույտ են, բացի այնից, ու իրականում M-ն էլ պետք է կապույտ լիներ, պետք է սև լիներ։ Չեմ հասկանում ինչու է կապույտ։ Մենք ունենք B կետը, C կետը, D կետը և A կետը, դրանք կարող ենք հանգիստ շարժել։ Միակ պայմանը այն է, որ այս շարժելուց պետք է զուգահեռ մնան։ Օրինակ A կետը, որ շարժում եմ, տեսեք, D կետը ներողություն, որ շարժում եմ, մնում է զուգահեռ։ Բայց որ D կետը շարժում եմ, AD հատվածի երկարությունը մեծանում է։ Բայց M-9-ն էլ է մեծանում։ Այսինքն M-ը ինչ-որ, այս M-n հատվածի երկարությունը ինչ-որ թիվ չի կոնկրետ։ Կախված է A-ից։ Նաև կախված է B-ից։ Այս C-ն, որ շարժում եմ, կամ B-ն, որ շարժում եմ,
Տեսեք, ստեղ մի քիչ ուրիշ ձև են կապված, կարող եմ սենց շարժեմ։ Երբ որ փոքրացնում եմ, m-ն էլ է փոքրանում։ Երբ որ բեն հեռացնում եմ c-ից, m-ը մեծանում է։ Այսինքն պետք է համայով արտահայտված լինի համբերով։ Լավ, դե ասեք ինչ մտքեր ունեք, ինչ անենք։ Ես ասեմ, Ասա, նախ որ դիտարկում ենք M, B, C, N սեղանը, կարանք տանենք K, P միջնագիծ։ KB միջնագիծ, կան այստեղ, Դեստրունքների չէ M, B, C, N սեղանի համար։ միջին գիծ, ոչ թե միջնագիծ։ Միջինգիծ, հա։ Հա, միջին գիծ։ Այս վերցնենք MB-ի միջնակետը, կլինի x և x, դրահենք x երկարության մասերի և c-ի միջնակետը y երկարության մասերի ու տանենք այս միջին գիծը։ Հետո կարանք ասենք գտնելով այդ միջինգիծը նախ MN-ը ես նշանակել եմ x։ Այսինքն կարանք ասենք որ KP-ն, այսինքն միջինգիծը հավասար է B + x երկրորդ։ Լավ, ես նշանակումները մի քիչ փոխեմ, որ չխառնվեն իրար։ Քո մոտ x-ը m-ի երկարությունն է, կան այս կետն է, հա։ Հա։ Բերնել այս մյուս։ Եվ մենք գիտեինք, որ AM-ը հարաբերած MB-ին հավասար էր 1/2-ի, դնենք օրինակ Z այստեղ, MB-ն կլինի 2Z, կիսել ենք M կան Z, Z-բեն էլի, K-բեն էլի Z։ Լավ, Հետո գրենք որ B + x երկրորդ գումարած հիմա նայենք սեղան AKPD-ն ու կասենք որ MN-ը միջին գիծ է։ Քանի որ հարաբերությունը Z-ի, այսինքն 1-ը 1-ի։ Ու կստացվի որ հավասար է B + x երկրորդ գումարած A բաժանած 2-ի հավասար է x-ի։ KP-ի երկարությունը միած սկզբում դու ասեցիր, բայց ընդեղ B + x երկրորդ։ KP-ի երկարությունը գտնում ենք M, B, C, B սեղանից, հիմքերն են B-ն և X-ը, միջին գծի երկարությունը հիմքերի կիսագումարն է, B գումարած X երկրորդ։ Լավ, Հետո այս մասում ինչ էինք անում, AKP-ն դիտարկելուց։ հա, կասենք որ MN-ը միջին գիծ է, այսինքն այդ միջին գիծն էլ հավասար է B + x երկրորդ գումարած A բաժանած 2-ի, որն էլ հավասար է x-ի։ B + x երկրորդ գումարած A Բաժանած 2-ի բաժանած 2-ի հավասար է x։ Դե քանի որ կանանք B + x երկրորդի երկուսը իջացնենք հայտարար ու կստացվի որ B + x + A-ն հավասար է բաժանած 4-ի հավասար է x։ Ոնց որ թե պլյուս A չի։ Կուա։ Հա, 2-ա, որ ընդհանուր հայտարարի ենք բերում 2-ա։ Այնուց տեղ գրում ենք 2A երկրորդ, այս երկուսները իջացնում ենք հայտարար։ Կդառնա 4 հավասար է բաժանած 4-ի հավասար է x։ Բաժանած 4-ը հավասար է x։ Լավ, Դե ասեմ։ ասա։ Հետո կստացվի որ B + x + 2-ան հավասար է 4x-ի, x-ը որ տանենք հավասար է մյուս կողմ կդառնա B + 2-ան հավասար է 3x-ի։ Այստեղից էլ x-ը հավասար է B + A երկրորդ, B + 2A երրորդ։ Կարող ենք գրել x-ը հավասար է։ Ճիշտ է։ Կամ մի քիչ էլ կարող ենք ձևակերպ փոխել, այստեղ գրենք B 1/3 B գումարած 2/3 A։ Չէ՞։ Այո։ Լավ։ Բոլորին հասկանալի էր այս լուծումը։ Բան մարդիկ ովքեր հարցեր ունեն։
Այո, Գագիկը գրեց, որ հասկանալի էր։ Կարծես թե հարց ունեցող մարդ չկա։ Ես մի բան կուզենայի հարցնել։ Այս պահը ստացել ենք, որ x-ը հավասար է 1/3 b և 2/3 a։ Իսկ եթե x-ը լիներ միջինգից, ուղղակի a և b հիմքերով սեղանի, կլիներ 1/2 b գումարած 1/2 a։ Միջինգծի համար էլ այս բանաձևը ունենք։ Հիմա եթե խնդիրը փոխենք մի քիչ, էլի վերցնենք սեղան, այս m կետը, ABCD-ն նույնն են, n-ը նույնն է, ուղղակի AM-ը MB-ին ոչ թե հարաբերում է ինչպես 1-ը 2-ին, այլ թող հարաբերի ինչպես 1-ը 3-ին։ Այդ դեպքում ինչպես կլինի, ինչպես կարտահայտվի m-ի երկարությունը ըստ ձեզ։ Իմ մոտ միտք կա, իմ զգալով 1/3 b գումարած a։ 1/3 b գումարած a։ Դա որ 1-ը 2-ի է հարաբերում, ինձ զգալ ես կապեցի, որ 1-ը 1/3, 2-ը 2/3 դրա հետ։ Եվ այդպես մտածեցի։ Հա, բայց հենց այս գրածով ոնց որ թե չի լինի, որտեվ a-ից փոքր պետք է լինի, բայց այստեղ a-ից մեծ է ստացվել։ Իսկ եթե էլի միջին գծեր տանենք ու տենց որոշենք, Կարող է ստացվի։ Անենք մի հատ տեսնենք ոնց կլինի։ Դուք հիմա Անկեղծ ուրեմն Տիգրան, հա, պատասխանը նույնն է լինելու։ չէ, ոնց կարող նույնը լինի։ Եթե m կետը այստեղ է, 1-ը 2-ի հարաբերությամբ է դրողում, ավելի փոքր է, բայց եթե 1-ը 3-ի հարաբերությամբ է դրողում, ավելի ներքև է։ Եթե 1-ը 1000-ի դրող էր, այսինքն այստեղ էր լինելու, չէ։ Անընդհատ փոքրանում է այդ նույն պատասխանը չենք ստանա։ Դուք հիմա ունեք երկու առաջադրանք, այսինքն առաջադրանք մեկը փորձել գուշակել, օրինաչափությունը նկատել, տեսնել ինչպես կլինի այս դեպքում, կամ օրինակ եթե 3-ի փոխարեն 5 լիներ։ Եվ առաջադրանք երկուսը ավելի կարևոր, փորձեք էլի նույն եղանակով միջին գծեր տանելով հասկանալ, թե ինչպես են կապված սրանք իրար հետ։ Ես կարող եմ ասել առաջադրանք երկուսի, ոնց ես կուզենայի լուծեի։ Ասա, բայց լրիվ չանենք, դու գաղափար ասա, հետո մի քիչ ժամանակ։ Դե նույն ձև MBC են երանկյան սեղանի միջին գիծը տանեինք, բայց ընդ քանի որ 1.5 հարաբերություններ են լինելու, այդ փոքր երանկյունը, որ ձևավորվում էր, M Փոքր սեղան։ KN այդ երանկյան փորձել նույն ձև իրա մեջ այնպիսի գիծ տանել, որ հարաբերությունը լինի այնտեղ 1-ը 1-ի։ Այստեղ, որ այս մեկը, այս մեկին, Հա, կարող ենք այսպես էլ անել, կարող ենք նաև մեկ այլ ձևով անել, այս 3-ը բաժանենք 3 հավասար մասի։ 2 գիծ տանենք, դառնան 1, 1, 1։ Երկու տարբերակն էլ կաշխատի այս դեպքում։ Մի փոքր մտածեք ու քննարկենք։ Եկեք քննարկենք այս առաջադրանք երկուսը, այսինքն գտնենք m-n հատվածի երկարությունը։ եթե մենք այն 1-ը 3-ի հարաբերության են 3x բաժանենք հավասար մասերի, ապա կտեսնենք, որ այդտեղից կա մեկը, որը ամբողջ երանկյան համար միջին գիծ է հանդիսանում։ Բաժանենք 3 հավասար մասերի։
Այս տարբերակով ենք դինում։ Այս մեկն է երանկյան միջինգից ստացվում, չէ։ Իսկ այդ միջին գիծը հավասար է a + b երկրորդ, իսկ մյուսը a, այսինքն a + b երկրորդ գումարած a բաժանած 2-ի։ Այսինքն m-ի երկարությունը, որը x էր, կստացվի a + b երկրորդ գումարած a բաժանած 2։ Իսկ ձևափոխություններից հետո սա ինչ է ստացվում։ Կստացվի 2a + b բաժանած 4-ի։ 2-ա։ Էլի նույն վրիպակը արեցիր։ 3-ա, 3-ա, 3-ա։ մի րոպե, Մի հատ համարիչը բերենք ընդհանուր հայտարարի։ a + b կես։ Այսինքն եկեք ուրիշ ձև անենք այս անգամ։ Կարող ենք այդպես էլ։ Եկեք համարիչն ու հայտարարը բազմապատկենք 2-ով, որպեսզի ազատվենք կոտորակներից։ Կլինի a + b կես անգամ 2, որը զուտ a + b, իսկ a-ն անգամ 2 ուղղակի 2a։ Իսկ սա ստացվում է 3a գումարած b չորրորդ։ Իսկ սա որ տրոհեմ ինչ է ստացվում 1/4 b գումարած 3/4 a։ Այսինքն այս դեպքում, եթե հարաբերությունը 1-ը 3-ի էր, այսինքն գրեմ, հարաբերությունը 1-ը 3-ի դեպքն էր սա։ Ստացանք այս պատասխանը։ Այստեղ հարաբերությունը 1-ը 2-ի դեպքն էր, ստացանք այս պատասխանը։ Իսկ եթե հարաբերությունը 1-ը 1-ի է, այսինքն ունենք միջինգից, ստանում ենք այս պատասխանը։ Օրինաչափությունը նկատում եք։ ոնց որ այո։ Լավ, եթե հարաբերությունը լինի 1-ը 4-ի, ինչպեսին կլինի պատասխանը։ 1/4 b գումարած 3/4 a։ Չէ, դա նույնն է սա։ 1/5 b գումարած 4/5 a։ Ճիշտ է, 1/6 ամեն անգամ 2-ով էր մեծանում, դրանից հետո մտածեցի։ Չէ, իրականում 1-ով է մեծանում։ Տեսեք ինչն է բանը։ Մեզ պետք է, որ a-ն ու b-ն ինչ որ չափով ազդեն x-ի երկարության վրա, չէ։ Իրականում b-ի ազդեցությունը այդքան մեծ չի, ինչքան a-ին է։ Եթե ավելի մոտիկ է a-ին։ Օրինակ այս m-ը 3 անգամ ավելի մոտիկ է a-ին, քան թե b-ին, այս վերևի հիմքին, b-ի հիմքին։ Ու պարզվում է, որ սենց գրում ենք, պարզվում է, որ b-ի դերը 4 անգամ ավելի փոքր է, քան a-ի դերը։ A-ի դերը 4/5-ով է, իսկ b-ի դերը 1/5-ով է։ A-ի դերը 4 անգամ ավելի կարևոր է, եթե 4 անգամ ավելի մոտ է a-ին։ Եթե 5 անգամ լիներ, 5 անգամ, եթե 1000 անգամ լիներ, այսինքն 1000 անգամ լիներ, կլիներ 1000 1001 a գումարած 1001 b։ A-ի դերը b-ի դերից 1000 անգամ ավելի ուժեղ է, նաև ունենք, որ նրանց գումարը 1 է։ Դա պետք է, որպեսզի m-ին հատոցի երկարությունը a-ից փոքր լինի, b-ից մեծ։ Տենց հաստատում։ Այս ձևով կարելի է մեկնաբանել։ Սա ինչ որ նենց չի, որ գլխի ընկանք վերջ կարող ենք համոզված լինել, որ հաստատ է դա։ Հետագան որ անցնեք, վեկտորները արդեն սկսել եք։ Այո, Այո, վեկտորներով կարելի է ինչ որ բաներ հասկանալ այստեղ։ Բայց դա հետո կքննարկենք։ Ես նաև կուզենամ մի ուրիշ լուծում առաջարկել այս խնդրի։ Բայց կուզենայի նաև իմանայի կարող է մարդ կա, որ ուրիշ եղանակով լուծել էր։ Չէ։ Եվ չէ, եկեք
Ես ասեմ լուծումը։ Հաճախ ոնց ենք անում, որպեսզի համեմատենք այս ան ու b-ն, մի հատ b-ից ենք բարձրություն իջեցնում, AD հիմքին, մի հատ էլ c-ից ենք բարձրություն իջեցնում AD հիմքին, չէ՞։ Այստեղ m-ան հավասար էր z-ի, m-ն 2z-ի, c-ն 2y, n-ն y, այսինքն հենց սկզբնական խնդիրն ենք դիտարկում 1-ը 2-ի հարաբերությամբ։ Այս բարձրությունը իջեցնելուց ստանում ենք լավ բան։ Ինչա կոչվում այդ լավ պատկերի։ Ուղղանկյուն։ Ուղղանկյուն։ Քանի որ ունենք զուգահեռ ուղիղներ արդեն, մի հատ էլ զուգահեռ ուղիղներ ստեղծում ենք, ունենում ենք ուղղանկյուն, ինչպես նաև այստեղ 90 աստիճաններ կան։ Դրա պատճառով ուղղանկյուն ունենք, իսկ ուղղանկյունը լավ պատկեր է, որովհետև գիտենք, որ փաստորեն այս ստեղծված կողմը գրեմ H և Q։ HQ կողմը հավասար է B-ի։ Նաև այստեղ կարող եմ գրել K և P։ K-ն էլ է հավասար B-ի, չէ՞։ Այսինքն B-ն լրիվ կա M-ի մեջ։ Հիմա մեզ պետք է հասկանալ ինչքան է ավելանում։ Ավելանում է այս մասը, P-ը, և ավելանում է M-կան։ Բայց դրանք արդեն կախված են ներքևի հիմքից, AD-ից։ Մասնավորապես այս MK մասը, այս մասը, կախված է, թե ան որտեղ է գտնվում։ Եթե օրինակ ան այստեղ լիներ, ունենայինք ավելի մեծ պատկեր, ձախ մասում ավելի մեծ եռանկյուն, MK-ն էլ լիներ ավելի մեծ։ Նույն կերպ D-ն, եթե մի քիչ աջ լիներ կամ մի քիչ ձախ լիներ, այս P-ն մասը կմեծանար կամ կփոքրանար։ Հիմա մեզ պետք է հասկանալ P-ը և MK-ն ինչքան են։ Դե կախված են AH-ից, AH-ի երկարությունը անվանենք C, և կախված են QD-ից, երկարությունը անվանենք D։ Հիմա ինչի է հավասար MK-ն և ինչի է հավասար P-ը, ով կասի։ Գետի դրա մի հատ հարց կարելի է տալ։ Կարելի է։ Իսկ B-կան ու C-ն ինչ տառերով մենք նշանակենք։ B-կան և C-ն Այո, մի նշանակի էլի, պետք չի։ ես ընդհանրապես փորձեցի քանի որ 4z-ի քառակուսին հավասար է BK հանած BK-ի քառակուսի հավասար է MK-ի քառակուսի Պյութագորասով գնայի։ Հա, Պյութագորասով չէ։ Փորձիր MK-ն արտահայտել C-ով և P-ը արտահայտել D-ով։ Ընկեր Տիգրան, 2/3 C։ Հա, կասես ոնց ստացար։ Դե այստեղ մեկ հարաբերությունն է երկուսի ու կարանք ասենք Թալես թեորեմայով, որ այդ նույն ձևի n էլ կստացվի։ Բասը։ Նման երանգյուններ են, այսինքն հարաբերությունը նույն Ճիշտ է, իսկ որոնք են նման։ երանգյուն ABH-ը մեկ էլ MB A, B, H-ը և եռանկյուն M, B կան։ Տեսեք, MB կան և AB, H-ը։ Երկուսի համար էլ այս անկյունները, անկյուն A-ն և անկյուն M-ը նույնն են, երկուսի համար էլ ուղղահայացներ ունենք։ Այսինքն իրանք նման են։ Ու մենք գիտենք այս հարաբերությունը։ Ինչքան է հարաբերած BM-ը հարաբերած BA-ին։ 2/3-ի։
ճիշտ է, VM-ը հարաբերած B-ային, BM-ը 2Z, հա, իսկ B-ան 3Z, հա, այսինքն փոքրի հարաբերությունը մեծին, 2Z բաժանած 3Z, հավասար է 2/3, ուրեմն M-կան հարաբերած H-ին, էլի կլինի 2/3, բայց H-ը C էր, իսկ M-կան չգիտենք, M-կան Ուրեմն փաստորեն 2/3 C։ ճիշտ է, M-կան հավասար եղավ 2/3 C, եկեք գրենք, M-կան 2/3 C-ը, P-ն ինչքան հավասար կլինի, 2/3 D։ ճիշտ է, Գաբրիել, իսկ M-ը ինչի է հավասար, 2/3 C գումարած 2/3 D գումարած B։ ճիշտ է, բայց ես Գաբրիել էի ասում, 2/3 C գումարած 2/3 D գումարած B, բայց պատասխանը չենք կարող սենց թողնել, որովհետև այստեղ C ու D կան, որոնք I-ից են կախված, Բերենք Իսկ ընդհանուր ամեն- հայտարարի։ հա, մի հատ բերենք ընդհանուր հայտարար եկեք, կլինի 2C գումարած 3B գումարած 2D, երորդ, ան ինչի էր հավասար, Անհավասար C գումարած B գումարած D։ ճիշտ է, ան հավասար է C գումարած B գումարած D, այսինքն այստեղ իրականում A կա, քանի հատ A կա այս մասում, 2 2A պլյուս B։ ճիշտ է, 2 հատ A կա, լինում է 2C, 2B, 2D, մի հատ B ավելանում է, այսինքն մի հատ էլ B, բաժանած 3-ի, ստացանք նույն պատասխանը, ինչ որ ստացել էինք նախորդ անգամ, այս մեթոդն էլ արժի անել մյուս դեպքերի համար, ու իրականում ես ոնց մտածում եմ, եթե խառը լինեն ավելի դեպքերը, օրինակ հարաբերությունը լինի 2.5 արմատ 3/3, այդ դեպքում դժվար կլինի միջին գծեր տանելով, չնայած շատ սիրուն լուծում է, բայց եթե այս եղանակով փորձենք, ոնց որ թե ինչ հարաբերություն ուզում ա լինի, մեկը կկարողանանք լուծել, հարցեր ունեք այս խնդրից, ոչ շատ լավ, դե անցնենք այս դասի նմանությունների դասի վերջին խնդրին, գնային առաջադրանքի 6-րդ խնդրին, ունենք սեղանի անկյունագծերի հատման կետ, որը on է, և այդ կետից տարված է հիմքերին զուգահեռ ուղի, որը սրունքները հատում է P և Q կետերում, մենք նախորդ դասին նմանատիպ բան քննարկել էինք, ուղղակի մենք պատահական ուղիղ էինք տարել, չէ, այս պատահական ուղիղ, որ տարել էինք, ասել էինք, որ այս հատվածը և այս հատվածը իրար հավասար են, հիմա տարված է անկյունագծերի հատման կետով, գիտենք, որ սրունքները, ներողություն, հիմքերը A և B են, պետք է գտնել PQ-ի երկարությունը, ով է լուծել, Ընկեր Տիգրան, իմ մոտ հարց կար այս խնդրի մասին։ ասա, PQ-ն զուգահեռ է B-ին կամ A-ին։ հա, տարված է հիմքերին զուգահեռ ուղիղ, Դե որտես իմ մոտ միտ կա ոնց այդ լուծել։ Քանի որ կամ ասեմ, ասա, քանի որ on էդի կենտրոնն է ABCD-ի եւ իրանով տարված հիմքերի զուգահեռ ուղիղը կլինի միջին գիծ։ չէ, իրականում տենց չի, Բայց ինչի։ ինչի, կենտրոնը դժվար է հասկանալ ինչ է, օրինակ քառակոսու կենտրոնը հեշտ է հասկանալ, որովհետև մենք ունենք համաչափ պատկեր, բայց այս անհամաչափ սեղանի կենտրոնը իրականում չգիտենք որն է, ու այս
անկյունագծերի հատման կետը իրականում կենտրոնից վերև է ստացվել հիմա։ Միջին գիծը այստեղ մոտավորապես կլինի, իսկ անկյունագծերի հատման կետը վերև է։ Խորհուրդ եմ տալիս գծել գեոգեբրայով, մի հատ միջին գիծը առանձին գծել, մի հատ էլ այս կետը գծել եւ շարժելով օրինակ C կետը, B կետը, տեսնել, որ իրականում շատ են շարժվում։ Լավ։ Գոր, դու լուծել էիր։ Այո, Ասես, նայենք, որ AOD-ն ու BOC-ն եռանկյունները նման են։ Այսինքն կարանք ասենք, որ AO-ի հարաբերությունը OC-ի դա նույնն է, որ B-ի հարաբերությունը O-ի, I-ի, այսինքն բայց ես OC-ն X եմ նշանակել, այսինքն X-ի հարաբերությունը Y-ի, Y-ը էլ A-ն է, հավասար է I հարաբերությունը B-ի։ լավ, իսկ կասես ինչի են այս երկու եռանկյունները նման։ Հա, որովհետև նախ խաչադիր անկյուններ են անկյուն OAD-ն եւ անկյուն OCB-ն ու դիմացի հակադիր անկյուններ են անկյուն AOD-ն ու BOC-ն։ Ճիշտ է, այս երկու անկյունները իրար հավասար են։ Լավ, A-on Y էր, փաստորեն, OC-ն X էր։ Y բաժանած X-ը ստացվում է հավասար Ես X-ը հարաբերած Y-ի եմ, այլ տարբերություն չկա։ Հավասար է, հա, B-ի I հարաբերությունը B-ի, այսինքն կարանք ասենք, որ ստեղից Y-ը հավասար է AB-րդ անգամ Y։ Y-ը հավասար է AB-րդ անգամ X։ Y-ը գտանք A-ից, B-ից, X-ից կախված։ Հա, հետո X plus Y-ն էլ կլինի AB-րդ Y գումարած Y, հետո ուտեղից Y-ը բերում եմ ընդհանուր հայտարարի, դառնում է Y-ը բազմապատկած AB-րդ գումարած 1։ X գումարած Y-ը կլինի AB-րդ X գումարած դու ոնց որ ուրիշ բան էիր ասում, նշանակում Հա, ես X-ն ու Y-ը տարերը սխալ էի հակառակ էի նշանակել։ Լավ, արի միավորենք մեր նշանակումները, որպեսզի X-ը A-on է, Y-ը OC-ն։ Հա, OC-ն X-ն է, A-on Y-ը։ դա ճիշտ էր փաստորեն։ Ստացել ես, որ Y-ը հավասար է AB-րդ X։ Հա, Էդ էլ էր ճիշտ փաստորեն։ Բա X գումարած Y-ը հավասար է AB-րդ X գումարած X։ Այդտեղից էլ X անգամ AB-րդ գումարած 1։ ճիշտ է, եթե X-ը ընդհանուր ենք անում, ստացվում է X անգամ AB-րդ գումարած 1։ Այդտեղից էլ որ ընդհանուր հայտարարի ենք անում, դառնում է A plus Y անգամ A plus B B-րդ։ X անգամ A գումարած B B-րդ։ Հա, Այո, հետո դիտարկենք եռանկյուն ABD-ն ու եռանկյուն PB-on։ Կասենք, որ նրանք նման են, քանի որ նախ անկյուն B-ն ընդհանուր է ու անկյուն A-ն ու անկյուն BP-on համադիր անկյուններ են։ քանի որ P-on զուգահեռ է AD-ին, ունենք բանը, այս P-on զուգահեռ AD-ից երկու անկյունների հավասարություն։ Կամ այս երկու անկյունների։ Հա, P-on նշանակել եմ n տառով, հետո ասում ենք, որ մի րոպե, որ AD-ի հարաբերությունը n-ի հավասար է BD-ի հարաբերությունը BO-ի։ Մի հատ ես նմանությունը գրեմ, որ այդ նմանության կողքը գրենք եւ հասկանանք, թե ինչ հարաբերություններ են գրում։ Նման էին PBO եռանկյունը եւ ABD եռանկյունը, չէ՞։ Եռանկյունի A
BD-ն նման է եռանկյունի BBO-ին ըստ երկու անկյան, այսինքն ըստ նմանության առաջին հայտնիշի։ Հետո կանանք ասենք դրանից էլ, որ եթե իրար նման են, ուրեմն AD-ի հարաբերությունը N-ի հավասար է BD-ի հարաբերությունը BO-ի։ AD-ի Այդտեղից էլ հարաբերությունը BO-ի AD-ի գրենք, տառերով մի հատ գրենք, հավասար է BD-ի հարաբերությունը BO-ի։ Գրենք հետևյալ կերպ։ Այս BD-ն մեծն է, հարաբերած BO-ի, հավասար այս մյուս մեծը, հարաբերած BO-ի, ու արդեն գիտենք, որ AD-ն հավասար է A, իսկ BO-ն հավասար է N։ հետո կասենք, որ N-ը հավասար է B անգամ Y բաժանած Y անգամ A պլյուս B B-երորդ։ N-ը հավասար է ինչի։ B անգամ Y բաժանած X անգամ A պլյուս B B-երորդ։ Դե X-ը այնտեղից գտել էինք, որ ինչի է հավասար X պլյուս Y-ը ու միանգամից տեղադրած ենք։ X պլյուս Y-ը այստեղ գտել ենք։ Հա, Դա ու հավասար է AC-ի երկարությանը։ այո, Հա, իսկ դե N-ը հավասար է AD բազմապատկած BO բաժանած BD-ի, N գրենք, այսինքն այդ բայի վրայով չթռնենք, գրենք։ N-ը այստեղից, այս նմանությունից հավասար է BD այսինքն A անգամ BO բաժանած BD։ Խաչաձև բազմապատկում ենք, N-ը գտնում ենք։ Ճիշտ եմ ասում, չէ՞։ հա, Դե հիմա այս սպա մանրակրկիտ N-ը ստացվեց BO անգամ A բաժանած BD։ Այսինքն հավասար է BO անգամ A բաժանած BD։ Հետո B-ն էր X էր, B-ն էր X պլյուս Y։ այսինքն BO-ն կան դրանք, հա, տեղադրում ենք ու արդեն B-ն հավասար դառնում է B անգամ Y-ը բաժանած X անգամ A պլյուս B B-երորդ։ ինչն ենք տեղադրում։ Դե N-ը որ հավասար է BO անգամ A բաժանած BD-ի, BD-ն մենք արդեն ստացել էինք, որ հավասար է Y անգամ A պլյուս B B-երորդ։ Չէ, մենք BD-ն չենք ստացել, մենք AC-ն ենք ստացել։ Գեր Տիգրան մի հատ հարց Ունեն կար նույն հարաբերությունը, բայց Ճիշտ է, բայց այդ մի հատ ասենք։ նույն հարց։ դե Ասենք։ ասեցինք, որ եռանկյունները նման են AOD-ն ու BOC-ն, ու այսինքն կանանք ասենք, որ OC-ի հարաբերությունը AO-ի նույնն է, որ B-ի հարաբերությունը A-ի։ Այդ ասել ենք։ A-ն OC-ն նշանակել ենք X-ով ու Y-ով։ Հա, Հետո այդ նույնն էլ BO-ի ու OD-ի համար։ BO-ի ու OD-ի համար XY կարանք նշանակենք էլի, եթե մոռանանք A-ն ու OC-ն։ Նույն բանը կարանք անենք այս տրամաբանությամբ, այս նույն տրամաբանությամբ գանք նույն բանաձևը գրենք։ Մեզ պետքա ոչ թե AC-ն, այլ BD-ն։ Եկեք դրա համար այս ջնջեմ ուղղակի։ Այս OC-ի ու AO-ի XY-ը ջնջեմ, ասեմ լավ, այդ նույն տրամաբանությամբ BO-ն եւ OD-ն կգրեինք։ Ու հիմա ուղղակի այդ բանաձևը, այս X գումարած Y-ը կլինի BD-ի բանաձևը։ Եվ BD-ն փաստորեն ստացվել է X անգամ
A գումարած B B-րդ։ Հա։ Հա։ Լավ, այ հիմա տեղադրում ենք։ Ստացվի x-ը բազմապատկածայով բաժանած x անգամ x պլյուս x անգամ a պլյուս b b-րդ։ X-ը բազմապատկածայով բաժանած X անգամ A պլյուս B B-րդ։ Դե x-երը կարող են կրճատել, կդառնա a-ն բաժանած a պլյուս b b-րդի։ Ճիշտ է։ Դա էլ կարող են գրել a-b-ն բաժանած a պլյուս b-ի։ Ճիշտ է, AB-ն բաժանած A պլյուս B։ Եվ պատասխանը ստացվում է փաստորեն A-ից և B-ից կախված էլի։ Դե մենք արդեն գտանք OQ-ն ու N-ը, իրար գումարենք ու կստանանք, թե ինչքան է PQ-ն։ Այսինքն AB A պլյուս B-րդին գումարում ենք X անգամ A պլյուս B B-րդ։ Մի րոպե, չէ, սխալ ասեցի։ Ընկեր Տիգրան, Հա։ P-ն հավասար է OQ։ Չէ՞ որ։ B-ն հավասար է OQ, բայց որտեղից գիտենք։ Դե քանի որ O-ը հարաբերած A-ն հավասար է B-ով հարաբերած OD, իսկ այնտեղ հարաբերությունը որտեղ PO անգամ A հարաբերած BD հարաբերությունն է, որտեղ տեղադրելիս, իսկ նույնպես այնտեղ ուրիշ կողմով կստացվեր OC անգամ A հարաբերած AC, նույն ձևով կլիներ, քանի որ հարաբերությունն է, հələ կարանք տեղադրենք X եւ Y։ Ճիշտ է։ Այս BO-OD հարաբերությունը նույնը OC-AO հարաբերությունն էր, ու ինչ որ արեցինք այս մասի համար, նույնը կարող էինք անել այս եռանկյան համար։ Իրականում ոնց որ ստացել ենք, որ այս N-ն է մենակ A-ից և B-ից կախված, AB A պլյուս B-րդ, լրիվ նույն տրամաբանությամբ կարող ենք այստեղ այս OQ հատվածը L-ի նույն բաներ անել, ստանալ AB A պլյուս B-րդ։ Այսինքն այս հատվածն էլ էլի AB A պլյուս B-րդ է, L-ի հավասար է N-ի, իսկ խնդրի պատասխանն է 2AB A պլյուս B-րդ։ Ճիշտ է, 2AB բաժանած A պլյուս B։ Սա նաև երբեմն գրում են 2-ը բաժանած 1/3 գումարած 1/3 և կոչում A և B թվերի միջին հարմոնիկ միջին։ Շատ լավ, ամփոփենք այս խնդրի լուծումը։ Մեզ պետք էր հասկանալ, թե այս կողմը օրինակ AD-ի հետ ինչպես է հարաբերում։ Գիտենք, որ նմանություն կար, այդ հարաբերությունը արտահայտեցինք այս նմանությամբ։ Այս X-ի և Y-ի հարաբերությամբ, որը արդեն այս մյուս եռանկյունների նմանությունն էր։ Այդ մյուս եռանկյունների նմանության մեջ A-ն ու B-ն ենք կապում իրար։ Քանի որ մի քանի ձևով կապեցինք իրար այս թվերը, մնում էր մեկը մյուսով արտահայտել, տեղադրել և գտնել N-ի արժեքը կախված B-ից և A-ից։ Ինչն արեցինք և ստացանք պատասխանը։ Շնորհակալություն այս դասի համար այսքանը։